Տիգրան, տեսանք, թե ինչպես Փաշինյանը այսօր երեկ ավելի ճիշտ մեկնեց Դավոս, բայց մինչև Փաշինյանի մեկնելը Դավոսում էր նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, տեսանք, որ ընդհանուր պանելային քննարկմանը Խաչատուրյանը նստած էր Ալիևի կողքին ու այնտեղ սկսեցին խոսել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումից, խաղաղության բանակցության գործընթացից եւ Խաչատուրյանը մի հետաքրքիր միտք ասեց, որ եթե տարիներ առաջ հարցնեին, որ կամ լսեին, որ Երևանում մարդիկ ադրբեջանական բենզին են գնում, կզարմանային։ Եվ մենք ակնհայտ տեսանք, թե որքան է Խաչատուրյանը սկսում գովերքել Ալիևին։ Արդյոք այս ամենը ուղղակի դիվանագիտական ժեստ է։ Գիտեք, ընդհանրապես դիվանագիտության մասին խոսել Վահագն Խաչատուրյանի պատկերացնելը իմ կարծիքով դա սխալ է, հա, ամեն դեպքում, այսպես ասենք, խայտարակ տեսարան էր, իմ մոտ տպավորությունն այնպեսին, որ հազիվ էր զսպում Վահագն Խաչատուրյանը, որ ոտքի չկանգներ ամեն անգամ Ալիևին տեսնելուց եւ այնպեսի տպավորություն էր, որ իր դեմ ոչ թե նստած է այլ երկրի նախագահ, այլ երկար տարիների հովանավոր Խաչատուր Սուքիասյանը, հա, եւ այդպիսի քստումների մոտեցում, ինչպեսին ցուցաբերում էր Վահագն Խաչատուրյանը Ալիևի հանդեպ, սա ուղղակի զզվելի է։ Շատ լավ է, որ բենզին է վաճառում ադրբեջանական, բայց ինչի հաշվին։ Նրա հաշվին, որ Արցախ են կորցրել, նրա հաշվին, որ 50,000 արցախցի անտուն է մնացել, անհայրենիք է մնացել, նրա հաշվին, որ հազարավոր զոհեր են ունեցել Արցախյան գոհամարտում, իսկ հիմա Արցախը չկա, դա էր այն գինը, այդ արյունոտ բենզինի համար է ուրախանում Վահագն Խաչատուրյանը, երբ որ այդպիսի բաներ է խոսում։ Ես ուղղակի, գիտեք, ամեն անգամ զարմանում ես, որ ինչքան կարող է մարդ իջնել, հա, բայց պարզվում է, որ այդ հատակ չկա ընդհանրապես եւ այսպես չպետք է պահի իրեն ինքնիշխան երկիր ներկայացնող, հա, իրենց խոսքերով, հա, վերջնական մենք ինքնիշխան ենք այլ երկրի ղեկավարի հանդեպ, հա, այնպեսի տպավորություններ, որ էլ եմ ասում, Հայաստանի Հանրապետության վարչապետը Իլհամ Ալիևն էր, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը եւ մեր նախագահի պահվածքը, գիտեք, դա խայտարակություն, ավելի լավ է ինքը գնա թաղումների ժամանակ սելֆի անի, կամ գնա ինչ-որ այսպիսի հանդիպումների։ Տեսեք, նաև մենք դիտեցինք Ալիևի ելույթը, այնտեղ հստակ խոսվում էր հայ-ադրբեջանական կամ Հայաստան-ադրբեջան խաղաղության գործընթացի մասին։ Ես այնպիսի տպավորություն ունեցա, որ Ալիևը կարծես փոխել է իր խոսքի հռետորաբանությունը, հա, եթե օրինակ Ադրբեջանի նախագահը Բաքվից հայտարարություն է անում, հստակ խոսում է ոչ թե թրիփով, այլ Զանգեզուրի միջոցով եւ ամեն անգամ որպես նախապայման նշում է Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը։ Բայց ի զարմանալից Դավոսում ինքը կարծես իր խոսքի հռետորաբանությունը փոխել էր։ Այս մասով ինչ կարող ենք ասել, ինչու է Ալիևը հանկարծակի փոխում այն խոսույթը, որով նախկինում խոսել է ոչ միայն ինքը, այլ նաև Բաքվի էլիտան։ Չի փոխել ինքը իր ոչ, ուղղակի կիրառում է, այսպես ասենք, բարի եւ չար, հա, ոստիկանի ստրատեգիան, տեսեք, Փաշինյանը խնդիր ունի բոլորի համար։ Փաշինյանը նույնը ընտրություններ հունիսին եւ շատ նեղեր Փաշինյանին, դա փաստացի միավորն է տալ իր քաղաքական հակնողներին։ Արդեն չեն կարողանում մարսել Հական Ֆիդանի աջակցությունը, հա, եւ եթե հիմա Ալիևը սկսի հոխորտալ կամ պատերազմով սպառնալ, դա փաստացի այն իմիջը Նիկոլ Փաշինյան խաղաղասերուր ձեզ խաղաղություն են բերել Հայաստանում, այլևս պատերազմ չի լինի, բոլորը համաձայնվել են, ամեն ինչ նորմալ է եւ այլն, եթե Ալիևը հիմա կոշտ ռետորաբանությունով խոսա, դա բավականին կազդեր Փաշինյանի վրա եւ երևի թե որոշակի պայմանավորվածություն կա, որոշակի ժամանակ այսպիսի ռետորաբանությունից խուսափել, բայց մյուս կողմից էլ Ալիևը վստահ չի, որ Փաշինյանը կընտրվի 2026 թվականի ընտրություններին որպես Հայաստանի վարչապետ եւ որոշ դեպքերում, երբ որ չի ստանում համապատասխան երաշխիքները Փաշինյանից, սկսում է արագացնել process-ը։ Դրա համար այդ ժամանակ առ ժամանակ հոխորտացումները եւ սպառնալիքների լեզուն, որը կիրառում է Ալիևը Հայաստանի հանդեպ, դա հենց այդ հնարավոր չընտրվելու, Փաշինյանի հնարավոր չընտրվելու վտանգներն են Ալիևի համար, որովհետեւ Փաշինյանի նման մեկը Ադրբեջանի կյանքում այլևս չի լինել յուրաքանչյուր այլ Հայաստանի ղեկավար, ապագա ու ինքը առնվազն մի քանի գլուխ բարձր է լինելու պետականամտեցությամբ Փաշինյանից։ Իհարկե, եթե
շարունակվելու դեպքում Հայաստանը ընդհանրապես կարողանա հայ ժողովուրդը կարողանա ընտրել հայ ղեկավար, որովհետև Փաշինյանը այսպիսի քաղաքականացնի վերջը կարող է բերի, որ մենք ինչ-որ ժամանակ անց Հայաստանի տարածքում մեջլիսի պատգամավորներ ընտրենք, այլ ոչ թե ազգային ժողովի եւ սա ընդհանուր ստրատեգիան է, բոլոր կողմերը ճիշտ հաշվարկում են Փաշինյանին սատարող, որ եւ կարողանան այնպես անել, որ Փաշինյանը կատարի իրենց պահանջները, բայց նաեւ այնպես անել, որ հանկարծակի այնպիսի իրավիճակ չստեղծվի, որ հունիսին 2026-ի իրենք սկսեն գործ ունենալ Հայաստանի այլ ղեկավարի հետ։ Երեք Փաշինյանը ազգային ժողովում հայտարարեց, որ միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են։ Տիգրան, ինչ ռիսկեր կարող են լինել այս ամենով, եթե նախկինում նման նախադեպ ունեցել ենք, չէ, խորհրդային տարիներին, 90-ականների վերջին, հա, անկախության ժամանակաշրջանում, երբ որ էներգետիկ համակարգը որոշակի առումով միացված էր, տեսանք նախադեպը, որ այնքան էլ լավ արդյունք չտվեց, հա, էներգետիկ կախվածություն ուներ Հայաստանը իր հարևանից։ Այս դեպքում ինչ խնդրի առջև կկանգնենք։ Տեսեք, ես միգուցե կարող եմ սխալվեմ, կարծեմ Ստրաուսիների մոտ է, որ հիշողությունը օրվա մեջ լցվում է, հա, եւ գիշերը քնելու ժամանակ հիշողությունը ջնջվում է եւ առավոտը ինքը նոր հիշողությամբ նոր կյանք է տեսնում, ամեն ինչ նորով է իր համար։ Իմ կարծիքով Փաշինյանը եւ մարդիկ, ովքեր խորհուրդ են տալիս Փաշինյանին, մտածում են, որ հայ ժողովրդի հիշողությունը այդ մեկօրյա Ստրաուսի հիշողությունը եւ մարդիկ շատ արագ մոռացել են, ինչ էր նշանակում Ադրբեջանի հետ ընդհանուր կոմունիկացիաներ ունենալ, ինչ էր նշանակում գազատարը Ադրբեջանով անցնող, ինչ էր նշանակում որոշակի հոսանքի կոմունիկացիաներ, որի Ադրբեջանը միացնում են Հայաստանի հետ եւ կարծես թե նաեւ ինչ որ զանգված միգուցե կա, որ մոռացել է դրա մասին, բայց Հայաստանի մեծ մասը դրա մասին չի մոռանում։ Սա ուղղակի հակառուսական քայլ է եւ Էլի մտածում են, որ եթե բենզինը մարսվեց, իսկ ցավոք սրտի որոշակի վերապահումներով կարելի ասել հասարակությունը մարսեց, ադրբեջանական բենզինը, մտածում են, դե հիմա էլ սրանք կմիացնենք եւ սրանով նաեւ մեսեջ են ուղարկում Ռուսաստանին, որ ահա տես դու մեզ չես կարող սպառնաս, չգիտեմ, որ դու մեր էներգետիկ անվտանգությունն ես ապահովել, հեսա տես մենք նոր տերոտ իրական ենք գտել։ Սա հիմնական մեսեջը դա էր, բայց էլի եմ ասում Նայեք, ռուսերեն շատ լավ արտահայտություն կա, փորձեմ հայերեն թարգմանեմ, ասում է Տոմսա վաճառին ինադու ավտոբուսի հետևից ոտով քայլեցի, հա, հիմա նույնն է ինչ որ անում են մեր իշխանությունները, դա մոտավորապես այս ստրատեգիայի մեջ է, այսինքն Ռուսաստանին ինադու պատրաստ են Հայաստանը շատ ավելի մեծ փորձանքների մեջ գցել, քան դա օրինակ հնարավոր կլիներ, եթե Ռուսաստանի հետ նորմալ դաշնակցային հարաբերություններ լինեին։ Եվ Տիգրան, տեսեք, աշխարհը կարծես ցանկանում է Թրամփը ցանկանում է աշխարհի քարտեզը նորից վերաձևել, ու մենք ականատես ենք լինում, թե ինչպես ռուս-ուկրաինական հակամարտությունը մեկ գիշերում կամ մի քանի օրում հետ է մղվում եւ առաջին պլան է գալիս Գրենլանդիայի թեման։ Այս ժամանակ նորվեգիացի պաշտոնյաներից մեկը ասել էր, որ եթե դու օրինակ բանակցությունների սեղանի նստած չես, ապա ճաշացանկի, հա, մեջ ես, ու այստեղ մեզ մոտ հարց է առաջանում, այն դեպքում, երբ որ աշխարհը նորից փորձում են վերաձևել, Հայաստանի դիրքավորումը արդյոք ճիշտ է եւ եթե ոչ, գիտենք որ ոչ, ինչպիսին պետք է լինի դիրքավորումը, որպեսզի Հայաստանը չկորի այս վերաձևումների ժամանակաշրջանում։ Գիտեք, ժամանակին անեկդոտ կար խորհրդային միության ժամանակ, ասում են ամենաանկախ երկիրը որն է, ասում են Մոնղոլիան, ասում են ինչի, ասում են իրենց ոչ մի բան կախված չի, հա։ Հիմա կարող եմ ասել, որ Հայաստանը մոտավորապես երևի տվել անցել է Մոնղոլիան այս առումով եւ մեզ հենց իրոք այդ որևէ բան կախված չի, միակ բանը ինչ կարող են անել այս իշխանությունները, դա ավելի վատացնել հարաբերությունները, ինչպես մենք տեսանք Ռուսաստանի եւ Իրանի պարագայում, այսինքն մնացած բոլոր հարցերում իրենց ընդհանրապես չեն հարցնում, իրենց նույնիսկ անուն ազգանով չեն ճանաչում, իրենց ղեկավար ձեր երկրների խոսքը նույնիսկ Ադրբեջանի մասն է գնում, այսպես ասենք Թրամփի մակարդակով եթե նայենք, իր համար Հայաստան, չգիտեմ, Ադրբեջան ոչ մի բան է գլոբալ առումով, եթե ինքն Գրենլանդիայի հարցով է զբաղվում, ինչ այն նշանակում դա երկու փոքր կտոր եւ երևի ժամանակ առ ժամանակ միայն ինչ որ իրենց խորհրդականները գալիս ասում են, որ այս հանդիպան ժամանակ, չգիտեմ, Հայաստանից ներկայացուցիչ լինելու Ադրբեջան գլոբալ առումով իր կյանքում ոչ Հայաստան, ոչ Ադրբեջան չկան։ Իսկ այն ինչ անում է Թրամփը, նայեք, ինքը անում է այն ինչ որ կարողանում է անել, հա, եւ այն հայտնի պրինցիպը դու ջունգլիների օրենքով ուժեղանային հաղթում է, ինքը դա փորձում է կիրառել եւ ընդհանրապես ինքը փորձում է այս միջազգային իրավունքը տակնու վրա անել եւ
տեսեք ինքը ասում է Գրենլանդիան ինչի պետք է Գրենլանդիան Դանիային լինի, եթե դուք հիմնում եք նրա վրա, որ ժամանակին ինչ որ մի նավակ Դանիայից եկել է Գրենլանդիա ափերին եւ դա Դանիային անցել, մեր մոտից էլ լիքը նավակ է գնացել։ Հիմա եթե Թրամփի այդ պրինցիպը աշխատի, դա կնշանակի, որ աշխարհի բոլոր երկրները իրենց հարևանների հանդեպ ինչ որ ոտնձգություններ կարող են անել եւ իրենց այդ որոշակի խնդիրներ ունեն, բայց նա կարող է անում է այն ինչ որ կարողանում է անել, բայց այնպես չի որ նա պարտադրում է իր բոլոր որոշումները, ինքը շատ լավ գիտի, որ աշխարհում կան բացի իրենից նաև այլ ուժային բևեռներ, խոսքը գնում է Ռուսաստանի եւ Չինաստանի մասին եւ նաև էլի բևեռ կա, որը թույլանում է ամեն օր, դա խոսքը կոչվում է դա Եվրոպայի մասին է եւ իմ կարծիքով հիմնական թիրախը Թրամփի ներկայային դա Եվրոպան է, Եվրոպան թույլատնելուց հետո արդեն անցնելու են Չինաստանի։ Բայց էլ եմ ասում, մեզ համար դա ինչով է վտանգավոր, որ եթե որոշվի, որ նոր ձևը այսպես է, հա, եւ ով ուժեղ է նայել ինչ կուզենա անի, այստեղ պատկերացեք մեր հարևանները եւ Թուրքիան, եւ Իրանը, եւ ցավոք սրտի Ադրբեջանը ներկայային իրանք ինչ որ չափով ռազմական առումով եւ ռեսուրսային առումով մեզանից ավելի հզոր են եւ եթե իրանք որոշեն Թրամփավարի գործեն այս տարածաշրջանում, վախենամ, որ մենք դեռևս կերազենք այն Ալեքսանդրոպոլի պայմանագրի սահմանների մասին։